գոյություն ունի նոր միացում հասկացություն, դա ինչ է նշանակում, որոշ մեր ժողովրդի համար էլ պարզ լինի։ Նոր միացումը դա անձը, իրավաբանական անձը գալիս են, պատվեր են բացում եւ հոսանքա քաշում։ Ժամանակին ներդրումային ծրագրի մեջ դրվել է ընդամենը $77 միլիոն, 16-24 ներդրումային ծրագրի մեջ։ Փաստացի կատարվել է $254 միլիոն։ Այսինքն, եթե հանձնաժողովի ստիպելով մենք չշեղվեինք մեր ներդրումային ծրագրից, то есть մի հոդվածից վերցրել դրել ենք նոր միացման հոդվածի վրա։ Վերցրել ենք շահագործումից։ Շահագործում դա նշանակում է նոր մալուխներ, նոր հենասյուներ, այսինքն ավելի բարելավելը։ Այլ պարագայում, եթե իրենք չասեին այսպես արեք, վերցրեք ստեղից դրեք ստեղ, բնականաբար սակագնի թանկացման հարցեր լինելու։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք ազատականացրեք շուկան այս մասով։ Օրինակ հիմա գազը ոնց է գնում, ստանում եք տեխնիկական պայման, ձեր ուժերով գնում եք ինչ-որ կազմակերպության, խնդրում եք, գումարը տալիս եք, անում են։ Մեր պարագայում պատկերացրեք բազմաբնակարան շենք, բազմաբնակարան շենքի կառուցապատողը, սեփականատերը գալի վճարում է գումար, որի ընդամենը 20%-ն է անում ամբողջ այդ կատարվող աշխատանքի, այսինքն 80%-ը դրվել է հեցի կողմից եւ դրվել է այն հոդվածից, որը պետք է ծառայեր ավելի կատարելագործման, նորացման մեր ընդհանուր ցանցի։ Ես այդ ձայնագրության մեջ երբ որ նշում եմ, որ ինչի՞ չեք դրա մասին հայտարարում, որ դուք եք մեզ ստիպել այդպես անել։ Իրենք ուղղակի այսպես պոպուլիզմով, ամբողջահաճո, չգիտեմ, արտահայտություններով եւ գործելակերպով ընդհանրապես փորձել են սակագին չթանկացնել։ Եւ որի այնտեղ շեշտում էին, չէ, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, 3 անգամ կրկնեցի, ինչ-որ անձի նմանվեցի, բայց փորձեմ այլևս չանել։ Ամեն դեպքում ուր է, Ժողովուրդ ջան, այդ դատախազությունն ուր է։ Ուր է այդ, որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել, քրեական չգիտեմ ինչ, լավ, ուր է այդ ամեն ինչը, 3 ամիս անցավ։ Վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Միջազգ ձեզ ասեմ, այդ պլյուս 1 ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում։ Ինչ որ ֆորս մաժորային, ինչ որ խնդիրների։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետեւ ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին եւս 1 ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս 1 ամսվա ընթացքում ինչ որ մեկին բռնեն, չգիտեմ, մի բան էլի այդպես զրպարտող, մի բան, իրենց սովոր են իրենք։ Մենք էլ ենք երևի թե սովոր այդ ամեն ինչը լսելով։ Հիմա այս ամբողջի մեջ առաջի գործը, եթե չեմ սխալվում, 2 ամիս առաջ են ուղարկել դատախազություն, լավ ինչ եղավ։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ տարբեր քաղաքական գործերով 1 օրում, 2 օրում, մի ժամում, 2 ժամում ինչպես են մարդկանց տանում արագ եւ այլն եւ բա ուր են։ Այսինքն ակնհայտ է, որ դա ընդհանրապես արվում է, ասենց ասեմ, նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողելու։